Աստված զատիկն նշանակեց որպես ուխտ։ Արդյոք ուխտը չի պահանջում երկու կողմերի մասնակցությունը։ Մենք երկնային մեղավորներս, որ մեղքերի թողության կարիք ունենք, եւ Աստված, որ իշխանություն ունի մեզ այդ մեղքերի թողությունը շնորհելու։ Արդյոք զատիկը, նոր ուխտը, հենց այն չէ, որ հաստատված է մեր միջև։ Եկեք նայենք Եբրայեցիներին 9:27 համարին։ Եկեք տեսնենք Աստծո խոսքը, որը գրված է Եբրայեցիներին 9:27 համարում։ Եվ ինչպես որ մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել, դրանից հետո դատաստանը, նույնպես էլ Քրիստոսը շատերի մեղքերը վերցնելու համար մեկ անգամ զոհաբերվեց, իսկ երկրորդ անգամ կհայտնվի առանց մեղքի, իրեն սպասողների փրկության համար։ Այնուհետև, ինչ է նա բերում մարդկությանը մեղքերի ներման համար, երբ երկրորդ անգամ է գալիս։ Դա նույնն է, ինչ որդու ժամանակաշրջանում։ Նա, ով հայտնվում է երկրորդ անգամ նույն սկզբունքով մեղքերի ներման, ինչպես նրա առաջին գալստյան ժամանակ, նա է, ով կշնորհի մեղքերի ներման ողջ մարդկությանը։ Ինչի՞ միջոցով իր խոստման նոր ուխտի պասեքի։ Հիսուսը քարոզեց փրկության ճշմարտությունը, որի միջոցով մարդկությունը կարող էր ստանալ մեղքերի ներման, ավարտեց իր ծառայությունը 3.5 տարում եւ համբարձվեց երկինք։ Այդ ժամանակից ի վեր առաքյալները սկսեցին լայնորեն քարոզել Հիսուսի ճշմարտությունը, ով շնորհեց մեղքերի ներման։ Ցանկացած մարդ, ով հավատում է Հիսուսին եւ ապավինում է Հիսուսի զորությանը, կարող է ստանալ մեղքերի ներման։ Եկեք հավատանք Հիսուսին եւ փրկվենք միասին։ Եկեք ստանանք մեղքերի ներման։ Նրանք այդպես քարոզեցին շատերին։ Հետևաբար, Սուրբ Հոգու դարաշրջանում մենք պետք է հստակ հասկանանք եւ քարոզենք Հոգու եւ Հարսի մասին, մեր Աստծու, ով եկել է այս երկիր։ Մենք պետք է հավատանք նրանց, որպեսզի ստանանք մեղքերի ներման։ Հավատա Տեր Հիսուս Քրիստոսին, կփրկվեք դու քո ընտանիքը։ Փրկվելը չէ, որ նշանակում է ստանալ մեղքերի ներման։ Այսպիսով, Սուրբ Հոգու դարաշրջանում անգամ նրանք, ովքեր չեն հավատում Հոգուն եւ Հարսին, երկնային Հորն ու երկնային Մորը, երբեք չեն կարող ստանալ մեղքերի ներման։ Սա այն եզրակացությունն է, որին մենք կարող ենք հասնել, նայելով Որդու դարաշրջանի պատմությանը։ Միթե Աստվածաշունչը չի ասում, որ նա երկրորդ անգամ կգա նոր ուխտի ճշմարտությամբ, որպեսզի մարդկությանը շնորհի մեղքերի ներման։ Այսպիսով, նրա երկրորդ գալստյամբ մենք չենք կարող ստանալ մեղքերի ներման, եթե չենք ապավինում նրա անունին։ Այսպիսով, ըստ Եսայի մարգարեի, ում անունը կիմանա Աստծու ժողովուրդը։ Գրված է, որ Աստծու ժողովուրդը կիմանա Աստծու անունը։ Նրանք են, ովքեր արժանի են ներման իրենց մեղքերի համար։ Պարզապես Տեր ասելը չի նշանակում, որ մեր մեղքերը ավտոմատ ներվում են։ Ահա թե ինչու Հիսուսը բազմիցս ընդգծեց սա Մատթեոս 7-ում։ Նա ասաց. Ոչ թե ամեն ինձ Տեր ասողն է երկնքի արքայություն մտնելու, այլ նա, ով կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքում է։ Այլ կերպ ասած, մենք չենք կարող մեղքով մտնել երկնքի արքայություն։ Մենք պետք է ստանանք մեղքերի թողություն։ Սակայն կարող ենք մենք, մեղավոր մարդիկ, մաքրվել մեր ջանքերով ու արժանիքներով։ Քանի որ չենք կարող, ինչ է պետք։ Մեզ անհրաժեշտ է Աստծու խոստումը, որը ներում է մեր մեղքերը։ Ինչ օգտագործեց Աստված մեր մեղքերը ներելու համար։ Նա դա արեց ուխտի միջոցով։ Այդ ուխտը նոր ուխտն է, որը հիշատակվում է Ղուկասի 22-ում։ Ուխտը կատարելու համար Աստված ասաց. Այս բաժակը ուխտի իմ արյունն է, որը թափվում է շատերի համար, մեղքերի թողության համար, ինչը ցույց է տալիս, որ զատկի ճշմարտությունը պետք է ներառվի նոր ուխտի մեջ։ Այնուհետ հաստատենք, որ Աստված սա օգտագործում է իր ինքնությունը հաստատելու համար, դիմելով Երեմիա 31-ին։ Տեսնենք Երեմիա 31:31 համար։ Ահա օրեր են գալու, ասում է Տերը, երբ Իսրայելի տան հետ Հուդայի տան հետ նոր ուխտ եմ կապելու։ Տերը հստակ ասաց, որ երբ տեսնենք նրան, ով նոր ուխտ է կազմում, պետք է իմանանք նրա ինքնությունը, ով է նա։
Նա Աստված է։ Պատճառն այն է, որ Աստված խոստացավ եւ մարգարեացավ. Ես կհաստատեմ նոր ուխտը։ Այդ դեպքում, եթե հաշվի առնենք երրորդությունը, ով է Աստված Եհովան Հոր դարաշրջանում, Որդու դարաշրջանում, դա Հիսուսն է, եւ ով է նա Սուրբ Հոգու դարաշրջանում, դա Քրիստոս ահնսահն հոնգն է։ Շարունակենք 32 հրթամար։ Ոչ թե այն ուխտի պես, որ ես նրանց հայրերի հետ կապեցի այն օրը, երբ բռնեցի նրանց ձեռքից Եգիպտոսի երկրից նրանց հանելու համար։ Իմ այն ուխտը նրանք խզեցին, թեպետ ես նրանց Տերն էի, ասում է Տերը։ Այլ սա է այն ուխտը, որ այն օրերից հետո պիտի կապեմ Իսրայելի տան հետ, ասում է Տերը։ Իմ օրենքը պիտի դնեմ նրանց ներսում, նրանց սրտի վրա պիտի գրեմ այն։ Ես նրանց Աստվածը պիտի լինեմ, նրանք իմ ժողովուրդը պիտի լինեն։ Եվ այլս յուրաքանչյուր մարդ իր ընկերոջը, յուրաքանչյուր մարդ իր եղբորը չի սովորեցնի, ասելով. Ճանաչեք Տիրոջը, որովհետև նրանք ամենքը, նրանց փոքրից մինչ մեծը, պիտի ճանաչեն ինձ, ասում է Տերը, որովհետև ես պիտի ներեմ նրանց անօրինությունը։ Աստվածը, որ տալիս է մեղքերի թողություն։ Աստված կների նրանց չարությունը, նրանց մեղքերն այլս չեմ հիշի։ Հոր դարաշրջանում մեղքերի թողությունը տրվում էր Եհովայի անունով, իսկ Որդու դարաշրջանում Հիսուս Քրիստոսի անունով։ Թեև նա մարմնով եկավ այս երկիր, Աստված իր անունով սահմանեց, որ բոլոր մեղքերը կներվեն, եւ ով հավատում է նրան, կստանա մեղքերի թողությունը։ Այնուհետև, ինչ վերաբերում է այս դարաշրջանին Սուրբ Հոգու, ով կտա մեզ մեր մեղքերի թողությունը։ Բոլորն, ում միջոցով եք ստացել մեղքերի թողությունը։ Աստված, որ դաշինք է կնքել մեզ հետ, տվել է մեզ մեղքերի թողությունը։ Սակայն, արդյոք Աստված բոլորին չի շնորհել մեղքերի թողությունը նոր ուխտի Պասովերի ճշմարտության միջոցով, որը նա խոստացել էր։ Ով լուսավորեց մեզ եւ սովորեցրեց նոր ուխտի Պասովերի ճշմարտությունը։ Դա երկնային Հայրն է Քրիստոս անսանհոնգ, եւ ով է ասվում, որ հայտնվում է նրա հետ։ Մեր երկնային Մայրը, Նոր Երուսաղեմը, ով Հոգու հարսն է։ Ինչ ասացին Հոգին եւ հարսը, որ կտան ողջ մարդկությանը։ Նրանք խոստացան տալ կյանք, այսինքն հավիտենական կյանք։ Նրանք, ովքեր չունեն հավատք Հոգու եւ հարսի հանդեպ, երբեք չեն կարող հասնել մեղքերի թողությանը, էլ ուր մնաց ստանալ հավիտենական կյանք։